Ողջույն բոլորին, ինչպես եք, կամաց եմ խոսում, քանի որ պետք է քնեցեմ, ժամը 12:30 է գիշերը և ինչ անում անին, գործում է, բայց արդեն հոգնել եմ, ես կգնամ կպարկեմ, ուղղակի որոշեցի, որ միանամ և բողոքս արտահայտեմ, ես չեմ նշել այս արջուկի սխեման ու չնայած հաշվելով, տենց մոտավոր հաշվելով, պետքա որ էլի այս ձևի լինի, բայց իմ մոտ ինչ-որ սենց մի քիչ ուրիշ ձևի է ստացվում, ուզում եմ սենց կոնկրետ սրա նման ստացվի, բայց մի տեսակ ուրիշ է ստացվում, էսի առաջինն էր, որ փորձնական գործեցի, ականջներն էլ եմ տենց մի քիչ ուրիշ գործել, էսի ոնց որ շուն լինի, բետային հարցնում եմ, ասում եմ, այս շունը ըստ քեզ թե արջուկ, ասում է արջուկ է, բայց չգիտեմ, մի տեսակ այս շան եմ նմանացնում, այստեղ չգիտեմ, նայք գլխի հատվածն էլ է մի քիչ ինքն նեղա, ես մտածեցի, որ պետք է հելունս փոխեմ, էսի երկրորդն եմ գործում և այստեղ 3 միլիմետր հելունով եմ գործել, այս մյուսն էլ եմ 3-ով գործել, բայց այս հատվածը ներքև 3.5, էսի մի քիչ արդեն ոնց որ նմանվում է, բայց ներքևի հատվածը մի քիչ ուրիշ թելով եմ գործել, մի քիչ լավ չի երևում այստեղ, բայց այս ներքևի հատվածը չեմ կարում ջոկեմ, այս ինչ եմ արել, որ մի քիչ ուրիշ ձևի է, մտածեցի մեծ հելունով եմ ավելի գործել, որ ինքը ավելի սենց փափուկ է, չգիտեմ, նստած գործում եմ, փորձում եմ, այստեղ էլ պոչը մոռացել եմ, լավ հեսա կանեմ առանձին, ես այստեղ պոչ կունի, այստեղ էլ պոչ կունի, էսի ամբողջը մի հատ գործվածք է, բացի ականջներից և դունչիկից, սենց նայք, այստեղ մի քիչ, էսի մուկ թելով է գործած, էսի մի քիչ երևում է, որ այս մասերը տարբեր եմ արել կամ չեմ ջոկում ինչ եմ արել, բայց հաշվում եմ նույնն է գալի, չգիտեմ, ոյ, գժված եմ, ես էլ այսօր պետք է յանի վլոգ բացեի, բայց այս սրանով ընգա ու մոռացել եմ, տենց մի քանի բաներ կանեմ, կարգավորումներ ու շարդեմ, չգիտեմ կբացեմ, չեմ բացի, այսի պետք է պոչիկ գործեմ այստեղ հետևը, մի խոսքով պետք է այնքան անեմ, որ տարբերությունը քիչ լինի, որ մի քիչ նմանացնեմ նրան, չգիտեմ թե ինչի չեմ բան արել, չեմ կարող ասեմ, գրանցել սխեման, մտածելով, որ հեշտ է կհիշեմ, են էլ չեմ հիշում, պոչ, ուֆ, մի խոսքս, ինձ հաջողություն մաղթեք,
Ողջույններս, ես նույն վայրից, նորից ձեզ հետ միանում եմ, բայց ցերեկով, գիշերը ժողովուրդ, այն ինչ վիճակի է ես, ներվերիցս այդ ժամանակ ես միշտ, ինձ ասում եմ Անի, որ մի բանը չի լինում, թող, հետո արի մի ժամ հետո վերադարձի, սկսի գործել, նո կոնկրետ այս պահին ինձ գործելու մասին է խոսքը ու ես ոչ մի ձև չէի կարողանում ստանամ այն ինչ որ ես գործել եմ ոչ եմ ասում մի վայրկյան ես հիմա ձեզ նորից ցույց տամ սա գործել եմ սկզբից եմ գործել մի հատ էլ էի գործել նվեր եմ տվել կարծեմ Տերեին եմ նվեր տվել Natura ֆիրմայի ինքը միշտ նվերներ է բերում իմ համար ու նրա քիթիկն էլ էր սենց ինչ-որ կարած, հա, թելով, հետո երորդը սա եմ գործել, որ նայեք իրանք ինչ-որ չափով նման են, նայեք, և երեք տանջվել եմ հաջորդը սա էր, որ վաբշե նման չի, ես սրա հետ եմ համեմատում, քանի որ սա ամենասիրունն է եղել, նայեք որ սենց շուն տարբերակը, և հաջորդը սա էր, նորից մի քիչ մուգ տարբերակը, որ նայեք ներքևի հատվածի ինչ-որ մի բան են չի, ու ես այսօր առավոտը ընդամենը 2 շարք գործել եմ, այս նորը, իջել եմ, նախաճաշել եմ, հետո սկսել եմ հաց սարքելը, միջև հացը սարքեցի, բան, այս կոմենքով ճաշելու վաղտն էր, ես ճաշել եմ, որ գնալու եմ մարզասրահ, հետո 2 շարք գործելուց հետո ես իմ գործերը վերջացեցի, կոֆե դրեցի, բարձրացա այստեղ, որ շարունակեմ գործս ու գործում եմ ու գործելու ընթացքում սենց ոնց որ պայծառացում է գալի, որ աղջիկ ջան, այստեղ, որ դու գլխի պահը պակասեցումներ ես անում, որ սենց ոնց որ սենց կորություն ունենա, հա, երևում է, որտեղ ավարտվում գլուխը, սենց ասեմ, նայեք, սենց ոնց որ ինքը երևում է, սենց կլորություն ունի, այստեղից արդեն հաջորդ բանից, շարքից արդեն, նորից ինչքան որ պակասեցրել ես, այդքան ավելացնում ես, այսինքն հետ ես գնում, ավելացնում ես, որ քո մարմինը հավասար լինի այդ գլխի հետ, իսկ ես այստեղ պակասացնում էի ու այդ ավելացումները չէի տալիս, նայեք, բայց երբ որ ես իրան ավելացումները տվեցի, եղավ նման, այսի մի քիչ թելը ուրիշ երանգ է, բան է լինում, արտացոլվում է բան, սենց չգիտեմ, բայց իրանք նույնն են, նայեք, այստեղ թևը մի քիչ ոսկում եմ արել, բայց դե ոչինչ, այդքան է տենց տարբերություն չկա, ականջն էի մի քիչ ոսկում բերել, քանդեցի, նորը գործեցի, բայց նայեք, իրանք նայեք նույն չափսի են, ուղղակի այստեղ աչքերը տարբեր եմ դրել, այս բլիկներով եմ դրել, դրա համար տարբերություն կա, հա, ուղղակի ուզում էի փորձեի ես աչքերով տենամ ոնց է, տենց, բայց ինձ սենց այս կլասիկ ձևն է դուր գալի, էլ ես աչքերը, բայց դե ոչինչ է, բայց էլի կվաճառեմ, պես որ, բայց կանի հատ է, 5 հատ սենց արջուկ ունեմ, վսյո, արդեն հասկացել եմ ինչն էր խնդիրս, հիմա հարցը ուրիշ հարց է գալի, որ մատչելի ձևով ես սխեմա կազմեմ ու տեղադրեմ, ոնց եմ սխեմա կազմելով, մտածում եմ վիդեո նկարեմ կամ էլ նկարներով, բայց եթե ես նկարներով անեմ, այնտեղ չգիտեմ, մտածում եմ կարող է այդքան էլ հասկանալի չլինի, իհարկե տեքստը կլինի, հա, տենց ես սիրում եմ, որ ամեն ինչ կոնկրետ լինում է, տեքստը, նկարները, բան, բայց վիդեոյում դու կարողանում ես բացատրես նորմալ, էլի, այդքան տեքստ գրելու փոխարեն, վիդեոով մի հատ ցույց ես տալի ու լինում է,
Բայց որ այս բաները գործելու ընթացքում պետք է նենց թևերը, ձեռներն ու ոտերը այս բան են կոչվում, փոփ են կոչվում, որ տենց ուռուցիկ գործում ես, հա, այնպես պետք է անենք, որ քանի որ այս շարքում ավելացում է լինում, ոտերի շարքում պակասեցում է լինում, պետք է ընկնի հենց այն տեղը, որ մի հատիկ սյուն պետք է գործես, այսինքն պակասեցում սյուն չպետք է գործես, այլ մի հատիկ է, այ հենց այդ պահը, որ ես պետք է հասկանամ, թե ոնց եմ նկարում, մի հատ ինձ իմաստություն, աստու կողմից իմաստություն, որ ես կարողանամ նկարեմ։ Գնամ երեկվա այդ ջղայնացած, գիշեր ուշ եմ քնել, բայց այս չէի գործում, ուրիշ բան էի անում, ժամը համարյա 3-ից երևի մի 10-15 պակաս եմ պառկել, բայց ուրիշ բան էի անում, Word-ով տեքստ էի հավաքում։ Գնամ այդ գիշեր երեկվա ընդհանուր այդ կուտակվածը, սենց մի հատ մարզասրահում սենց ցանեմ դուրս, լուրջ ասում։ Այ ժողովուրդ, լինում է, գիտեք, տենց պահեր լինում է, որ ոչ մի ձև չի ստացվում, ինչ ուզում ես անես, չի ստացվում, ոնց սենց մտածում, հանում, սենց հատիկները սենց բացել եմ, հատ, սենց նայում եմ, էլի, արդեն ես գիտեմ, որ իմ գործածից, իմ ձեռագրից, որը սյունը ինչա, շարքը եւ այլն, չեմ կարողանում, որ սենց հասկանամ, թե ինչն է, որ սխալ է լինում, ինչն է, որ չգիտեմ, չի լինում, էլի, միչև որ այսօր ուղղակի թարմ ուղեղով ես նստեցի, սկսեցի գործելու ու ստացա այն արդյունքը, որ ուզում էի ու իմ սխալը գտա ինչումներ, ուղղակի եւ շատ ժամանակ մենք պետք է թողնենք հոգնած, չգիտեմ, ջղայնացած, սենց որ frustrated, սենց ոնց որ ներվայնացած վիճակի, սենց մի կողմ թողնենք ամեն բան ու հանգստանանք, ու ընդհանրապես սենց ոնց որ ջղայնացած պահերի ինչ-որ գործեր չանել, ջղայնացած պահերի ինչ-որ մեկի հետ չխոսել, մանավանդ այդ մարդու հետ ումից դու ջղայնացել ես, ջղայնացած նեղված պահի, օրինակ, փորձել խաղաղվել, հանգստանալ ու նոր փորձել շտկել, վերադառնալ զրույցին, վերադառնալ, օրինակ, ասենք, քո գործին, հա, օրինակ, ընտանիքում էլ եղել է պահեր, որ ես ու Բետոն շատ քիչ ա եղել, նման պահեր, որ ջղայնացած պահի ինչ-որ բան ուզենաս ասես, ոնց որ մեկը մյուսին չհասկանա կամ չգիտեմ նեղվի, բայց ես այդ պահին ինձ կարողանում եմ կոնտրոլի ենթարկել, ասում եմ անի սուս մնա, մի հատ հանդարտվի, հետո կգաս ու վերադառնաս այդ խոսակցությանը, ու երբեք չի եղել նման դեպք, Աստված վկա ու չգիտեմ, փառք Աստծո, որ Աստված մեզ պահել է, երբեք չի եղել, որ օրինակ ասենք մենք մի քանի ժամով իրարից նեղանանք, քանի տարի է իրար, 12 տարի է իրար ճանաչում ենք, անգամ այն օնլայն տարիներին, որ օնլայն ենք շփվում իր հետ, չի եղել մի դեպք, որ մենք մի քանի ժամով իրարից նեղանանք, մենք միշտ խոսել ենք իրար հետ, մեր ձայնը երբեք չի բարձրացել, երբեք, ինչ-որ խնդիր է եղել է, օքեյ, ես ինչ բան եմ դուրս չի գալի, երբեք այսարից հետ էլ եւ որ մենք մնում ենք, երբեք ինքը մեր ձայնը իրար հետ կռվելուց չի լսել։ Եթե հարցնեք իրան, երբեք չի ասի, որ երբևէ մեր ձայնը բարձր Բետոյ գոռալը կամ իմ ճվալը կամ չգիտեմ լացելը բարձր լսելը, իմ ձայնը մենակ բարձր լսում է, եւ որ ես երգում եմ, փառաբանում եմ Աստծուն, կամ ինչ-որ երգում եմ, տենց, ու փառք Աստծո, մենք միշտ օրինակ ասենք, սենց
ամեն ինչ լուծել ենք մեր սենյակում, փակ դռներից ենք կողմ, հանգիստ վիճակում, անգամ եթե ինչ-որ մի բանը դուրներս չի եկել, մեկի արածը կամ չգիտեմ, նեղված ենք եղել, բայց հենց այդ պահին լինում է ու վերջ։ Գուցե ինչ-որ միտեղ ես եմ սխալ, գալիս ենք են, որ սենց ոսկի միջինի կամ ինքը բացատրում ասում այ սենց, ես սենց շարեցի, քանի որ սենց է ու ես հասկանում եմ կամ ես եմ ասում, որ չէ դու սխալ էիր էլի, արի սենց անենք, կտենես, որ ճիշտ, այսինքն մեկս մյուսին լսում ենք, դա ամենակարևոր հանգամանքն է ամուսնության մեջ, մեկը մյուսին լսել։ Ապես, արդյունքներից հասանք ամուսնության որ գաղտնիքներ, բայց իրոք, եւ որ սենց զգում ես, որ մի բան, ինչ-որ մի գործ, որ չի ստացվում է, որ սաղ ձեռքդ գնում է, թող մի պահ, դուս արի, իման արի, ինչ-որ սենց ռելաքս վիճակ, հանգստացի, գնա խոհանոց, ինչպես ես արեցի, իմ հացը սարքեցի, կերա, կոֆե դրեցի, սկսեցի գործելը ու Աստված իմ հետ ասեց աղջիկ ջան, այս որ այստեղ պակասեցնում ես, այստեղ արդեն պետք է ավելացնես։ Ես հավատում եմ, որ Աստված է ինձ տվել այդ իմաստությունը, այդ որ հիշել եմ։ Այնպես որ ես հեսա կգրեմ սխեման, որ տենամ ոնց եմ գրում, մի հատ էլ իմաստություն է ինձ պետք, որ հասկանամ ոնց եմ գրում, որ պարզ լինի։ Տենց։ Այսքան։ Ես գնացի կամաց պատրաստվեմ մարզասրահի և դուրս գամ, հետոին էլ եմ երեկ տանջել, հիմա ուղարկել եմ նկար ասում եմ, տես եղել է գտել եմ որն էր իմ սխալը, բայց դեռ չի պատասխանել ինձ, այպես։ Ժողովուրդ ուրեմն Շուշիկը պատրաստված մնաց, ես նայեք լրիվ սպորտային, բայց գրեցին, որ տրեները գրեց, որ բան չկա, այնտեղ լույս չկա, ինչ-որ գործեր են անում ու հոսանքը անջատել են ժամը 6-ին, բայց ես չեմ կարող գնամ, քանի որ 6-ին բետոն գալիս է, ես այսօր պյուրե եմ կերել, սարքել էի կարտոֆիլ պյուրե, ձուկ էրիֆրայերի մեջ, մի հատ իմ համար, ու հիմա բետոյի համար եմ սարքելու, հյութ եմ սարքելու, այնպես որ մնաց 2 շաբթին հենց է ուզում գնայի, չգիտեմ, ինչ արով, հենց լավ, 2 շաբթի կգնեմ։ Ենք այստեղ բան ենք, սուշի ենք պատվիրել և նաև սուշի ռամեն, մեկ էլ բան եմ պատվիրել, անցած անգամ ուզում էի պատվիրել, չկար, չունեին արդեն, մոչիներ եմ պատվիրել, առաջի անգամ ես փորձել եմ մոչի, բայց եկեք դա սառնարանում դնենք, ուտենք նոր, փորձենք։ Երեք հատ են, երկուսը բանա, բլուբերի, ոնց են ասում, հապալաս և մեկը մանգո, էսի եկեք սառնարան դնենք, էսի տանել եմ մերեք որ ուտենք, քանի որ այսօր բետոն ֆուտբոլ է խաղացել, ուրեմն աշխատանքի վայրում որոշել են թիմ սարքեն ֆուտբոլի, խաղան ինչ-որ այլ թիմերի հետ
Եվ այսօր փորձնական տենց գնացել են իրենց տենց աշխատակիցներով որոշել են խաղան հասկանալու համար իրենց ուժերը։ Իմ ամուսինը 2 գոլ խփելուց հետո իր ոտքի մկանը ձգվել է, իր այդ ոտքի մկանը մի քիչ խնդիրներ առաջացնող է, քանի որ իր բանից հետո, վիրահատությունից հետո այդ խնդիրը մնաց, մի անգամ հիշում եք, որ գնում ենք վազելու, էլի իր ոտքի մկանը ձգվեց ու էլ չկարողացանք գնալ, քանի որ տենց ցավում էր, ու հիմա նորից ինքը մկանը ձգվել է, ու ասում եմ դու վсё, ֆուտբոլ չես խաղալու, որ ավելի չվնասես ոտքդ, բայց դե արդեն որոշել են ինչ-որ հագուստ են պատվիրել տալիս ամուսինը, արդեն անուններով, թվերով, բան, մի խոսքով, այստեղ ֆուտբոլի այսօրվա խաղի իրար հետ խաղացել են իրանց բան աշխատանքի վայրի, տենց կդնամ խաղ, տալս էր ուղարկել վիդեոներից, այնպես որ չգիտեմ ճիշտ ասած կուզենա խաղա չի ուզենա խաղա հետագայում, բայց դե հուսով եմ ոտքի մկանը տենց էլ չի ցավա, հիմա էսի տանել եմ վերև, որ իրար հետ ուտենք այնտեղ, քանի որ ինքը չի կարողանում հազիվ բարձրացել վերև, հա իրան ինքը հեծանիվով ա գնացել գործի, բայց տալենքս բերեցին իրան, քանի որ չի կարողանում դե ոտքը շարժի, փաթաթել եմ ոտքը տենց բանտաժով ու պարկած է, այնպես որ էսի վերևն ենք ուտելու։ Ես ասաց դու առանձին ներքևը կեր, ես ուզում եմ իր հետ, ինքն էլ ռամեն ա ուզել ինքը ավելի շատ, այդքան սուշի չի սիրում, so տենց վերևը իր հետ ճաշենք։ Այստեղ բետոյի ոտը կապած, այստեղ տենց բետոյի սուպն է, ու ռամենը, ես էլ իմ ռոլերը, բետոն իհարկե կուտի մի հատ կամ 2 հատ, ես էլ մի քիչ կփորձեմ ռամենից։ Ես սուրճ եմ պատրաստել, այս անգամ կաթով եմ ես խմելու, էսի բետոյին է, բետոն իր սուրճը միշտ դարչինով է սարքում, դարչինը եռացնում ենք տենց և վրան սուրճ և կաթ լցնում, ես կապուչինո եմ սարքել, կամ լատե, ավելի շատ, և եկեք փորձենք այս մոչիները, այս բանա, blueberry, առաջի անգամ եմ փորձելու, մեկը տվել եմ բետոյ, մեկն է ես, իր մեջ ծամոնի համն է, ոնց են ասում, այդ որ ծամոնը կա, ¿Cierto? Es como adentro es chicle, ¿no? Շատ քաղցր է։
Քեսել մանգոյա, եկեք փորձենք։ Ոչինչ։ Բետոնին տամ։ Ես ուրիշ ձև էի պատկերացնում համերը լրիվ, բայց հետաքրքիր էր փորձեք։ Իրանք ելակի համով էլ ունեն, բայց ելակ չուներ, մի հատ դրա համար 2 հատ բլուբերի էր դրել։ Մեր մոտ անձրև ասկսել։ Հավեսա։ Անձրևի ձայնը։ Կեսարիս ես տանիքը պոկվում է, սաղ թափել է նայեք, պետք է այնտեղ հավաքվի, վերևից պոկվում է, պետք է հավաքենք, ավլենք, մաքրենք, այս 2 օրն է եղել, դեռ չենք հասցրել, այնտեղ վերևն էլ է նայեք, փոքր սեղանիկի տակ, վերևից էլ է պա, si viste que esta otro lado también se destruyó, abajo de la mesita, como la piedra, ¿viste? Beton el чертесել, մեր մյուսը, նայք, ժողովուրդ, ուրեմն, եկել եմ ձեզ իմ ուրախության չափը, փորձեմ, փոխանցեմ, ուրեմն, ես այսօր հասկացամ նրանից, որ մի հատ խումբ կա, ես այդ այստեղ խաղալիք գործելու սխեմաներ եմ գնել, իրանք լիքը տենց սխեմաներ են, մի անգամ ցույց եմ տվել կարծեմ, ու իրանք ավելացնում են հատուկ չաթ, եւ այնտեղ որ մարդկանց օգնեն բան էլի տենց, ու այդ չաթում բոլոր իսպանախոս կանայք են, Կոլումբիա, Վենեսուելա, կանայք տղամարդիկ էլ կան, մի քիչ առաջ մի տղամարդու հետ էի խոսում, Վենեսուելա, Մեխիկո, Մեքսիկա, հա, տարբեր լատինական ծագում ունեցող երկրներից, մի խոսքով, այս կողմի ժողովուրդ էլի, հա, ու իրանք տենց բան է, այս խումբը ոնց որ ավելի շատ ամանորյա խաղալիքներ է գործում, ու ես այդտեղ խոսեցի, բան, օգնում եմ, նորեկներ կան, օգնում եմ, բան, տենց իմ մեղուի սխեման ուղարկեցի, որ իսպաներեն թարգմանությամբ էլ ունեմ, հավանեցին իմ Instagram-ի էջը, տենց ոնց որ այսօրվանից զրուցում ենք, որ շուտ տենց ես երբեք պատահական եղել, որ ես գրել եմ այդ խմբում, եթե կարողացել եմ ինչ-որ մի բանով օգնեմ, ընդհանրապես հարց չեմ տվել, ինչ-որ բանի պահով հարց չեմ տվել, բայց լինում են սխեմաներ, որ օրինակ ասենք այդքան էլ հասկանալի չի լինում այդ կոնկրետ այդ սխեմաների մեջ, բայց մարդիկ այդտեղ հարցեր են տալի, բայց ես այսքան ժամանակ ճիշտ ասած չեմ գործել այդ սխեմաներով, ամանորյա խաղալիքներ են, մեկը մի հատ ուրիշ խումբ էլ ունեմ կարծեմ, որ մենակ ամանորյա չի, այլ ընդհանուր ինքը բան է, ընդհանուր սենց ուրիշ ավելի տենց խառը, ոչ միայն ամանորյա, հա, տենց մի խոսքով, բայց այստեղ ավելի ակտիվն են, ու մեկ էլ ես դրել եմ ու սկսեցի տենց ասացի, որ իսպաներեն թարգմանությամբ ունի, մի քանի հոգի իմ Instagram-ին հետևեց ու մեկ էլ մի քանիսը մի 2 հոգի ասացին կգործենք իմ մեղուն, մեծ սիրով շատ ուրախ կլինեմ ու ես էլ որոշեցի, որ կարելի է այն մնացած սխեմաներ իսպաներեն թարգմանեմ, որոնք անվճար ունեմ ու կուզենայի օրինակ ասենք բան լինի տենց կիսվեի, հա, այստեղի ժողովուրդ հետ ու պարզեցի մի բան, որ AI-ով, հա, ինտելիգենցիա արտիֆիսիալ, իսպաներեն AI-ով, անգլերեն AI-ով, տենց արհեստական բանականության միջոցով ես կարող եմ
թարգմանել ու չեք պատկերացնի ժողովուրդ այն ամբողջ սխեմաները, անունները, թե կարճ կրճատ որ գրվում է, ինչ է իրանց անունները, ոնց է կարդացվում։ Ու եւս ուրեմն մի երկու սխեմա թարգմանել եմ բանի դդումի սխեման, Արջուկի սխեման, որ Արջուկի համար մարաթոն էի կազմակերպել, այդ սխեման եմ թարգմանել, տենց տեքստ ուղարկեցի, ինքը միանգամից թարգմանեց, ու նաև ուշադրություն, ես այստեղ իմ պինգվինի սխեման ունեմ, ես այստեղ դաժե նկարած ունեմ իմ պինգվինը, նայեք, ու ես կարդացել եմ այստեղի իմ գրածը, ինքը հավաքել է տեքստը ու ասում Տեր Աստված, ես այսքան տանջվում եմ, այսքան մտածում եմ ոնց անեմ, որ հեշտ լինի ու սենց են, որ սենց ճիշտ է, շատ վատ բաներ են ասում արհեստական բանականության մասին, բայց նայած դու ոնց ես իրան օգտագործում, էլ հիմա օրինակ այս դեպքում ես այնքան ուրախ եմ, ես այս ծրագրերով սովորում եմ, չգիտեմ, լեզուներ եմ սովորում, մի խոսքով ու շատ ուրախ եմ, որ օրինակ ասենք չեմ դնի, ես նստեմ գրեմ, ուղղակի ստեղից կկարդամ ու ինքը իմ փոխարեն սենց կհավաքի տեքստը մի վայրկյան, այնտեղ մի քանի բաներ կա փոխելու, ուղղակի ոչինչ, սենց ինքը հավաքում քեզ է տալի, հասկանում ես, այնի թևերներ, էսի էլ այնտեղ ուղղակի թևերի պահով ես ունեմ պինգվին գործած, ներքևն է, պետք է հասկանամ էլ, այնտեղ մի պահ կա, որ չեմ հասկանում, ես դաժե իմ սխեման չեմ հասկանում, բայց զատո արհեստական բանականությունը սխեման հասկանում է, մի խոսքով լրիվ հավաքել է, տվել է, ոտքերը չեմ գրել, մեկի կտուց, այդքան երկու տողանոց բան է, ես կգրեմ, խնդիր չկա, բայց օրինակ ասենք լիքը բաներ կա, ես պրոստը կարամ իրան սենց բաննեմ, թելադրեմ ու ինքը գրի, բարև ձեզ, ու շատ ուրախ եմ, որ ես հայտնաբերեցի, երևի շուտվանից կար գիտեմ, բայց ուղղակի ես տեղյակ չէի, ես իրականում ինձ որ ասում են ինչ-որ մի տեխնիկայի հարցերով օգնի ու ասում եմ ես այդքան է տեղյակ չեմ, զարմանում են, ասում են դու YouTube ունես, ասում եմ հազիվ եմ YouTube օգտագործում, ես սովետի թվի մարդ եմ, շատ բաներ, մանավանդ հիմա արհեստական բանականության ինչ-որ այլ սենց խորացված գիտելիքներ չունեմ ես, բայց շատ կուզենայի սովորեի։ Մի խոսքով տենց ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ ես կարող եմ հրապարակել, թեկուզ օրինակ ասենք վճարովիները, որ կուզենայի դնեի, և ոչ թե ես հատիկ-հատիկը գրեմ, այլ ինքը իմ փոխարեն կգրի, ես կտեղափոխեմ մի տեղ ու ես ուզում եմ իմ այդ տիկնիկները, որ ունեմ մասաժանում ինձ, որ ինքը տեղավորվի։ Okay, այդ տիկնիկները, որ ունեմ, գիրք սարքեմ, էդի առաջ աստված, գիրք լինի, չի մոծիկը, որ քեզ համար համով բաներ առնենք, խաղալիքներ առնենք, որ դու ավելի շատ լաչառություն անես։ Ուրախացեք իմ հետ ժողովուրդ, ես այնքան ուրախ եմ պատկերացնում եք, որ սենց մի անգամից հիմա որոշել եմ, որ չէ, սունկը ունեմ, սունկն էլ էի ուզում, բայց սունկը պարզվում է իսպաներեն թարգմանած ունեմ, ես եմ հատիկ առ հատիկ թարգմանել, դդումը, ես ուզում եմ մի հատ դդում գործեմ ու նաև ուզում եմ այս բանը հաստելերով գործեմ, տենամ ոնց է լինում ու նաև ընդեղ մի հատ թելեր ունեմ հետաքրքիր երանգների գուցե դրանից էլ գործեմ դդում ու վիդեո կանեմ, մի հատ փոքրիկ հատված ունի, այնտեղ որ ոտիկից գործում ենք, մի քիչ պետքա տենաս վիդեոյով, թե ոնց եմ գործում, դա կտեղադրեմ, ոնց որ գործեմ ու դրա տակ նկարեմ, դրա տակ իսպաներեն սխեման տեղադրեմ, էլ որն եմ Արջուկը, որ
բանի մարաթոնի շրջանակներում մի քանի աղջիկ գործեցին, իրանց մոտ կա մեկ էլ իսպաներենով կդնեմ, երևի իսպաներենը կլինի ազատ դոստուպ, ինքը տենց փոքրիկ խաղալիք է ու չեմ կարծում իմաստ ունենա բան լինի էլի տենց ու նաև ուզում եմ այս արջուկները որ այդքան տենց չարչարվել եմ դա սա սխեման գրեմ ու կարամ հիմա թելադրեմ ու ինքը գրի, ինչ լավ է, չէ, խոսքի ես այդքան տանջում էի ոնց անեմ, ինչով գրեմ, տենց մենակ կմնա ինձ գործել ու ես ուզում եմ նկարեմ, որպեսզի այստեղ պահեր կա, պետքա նկարելով ցույց տամ, քանի որ պահեր կա գուցե չհասկանան, էլի տենց մի քիչ ավելի սիրուն լինի գործվածքը, ծուր չլինի, այնպես որ պետքա ես վիդեո էլ նկարեմ, այս բուջուրի համար, չի? Այստեղ երեք բանել եմ գործել, կատու եմ գործել, բայց կատվի նման չի, Մարիին ցույց եմ տալի, ով ինձ ապրանք է ուղարկում, ասում է նա պաստակը ավելի շատ, այստեղ մեկն էլ ունեմ, ականջները ցածր են, այստեղ պոչիկը դեռ չեմ ավարտել, էսի ոնց որ ոչինչ, ինչ-որ կատվի նման է, բայց այս մեկը այդքան էլ չէ, ականջները ոնց որ չգիտեմ ինչ լինեն, փորձեցի ուրիշ ձև դուն չգործեմ, սենց այս տիպի, բայց սիրուն չի լինում, տենց, հələ որ տենց կթողեմ, բայց արջուկինը սխեման կանեմ ու շատ ուրախ եմ ժողովուրդ, չեք պատկերացնի ինքան ուրախ եմ, ես էլ ես մյուսը արջուկներովը Հա նաև իմ արջուկը կգործեմ այդ մարաթոնի, ինքը փոքրիկ բան է ու սխեման իսպաներեն կդնեմ վճարովի, բայց չգիտեմ տեսնենք մաղցիկը իմ լացարացիկը Տենց բանիր ոգևորված եմ որ ուզում ես ամեն ինչ միանգամից անես այ տենց իմ մոտ այդ ցանկությունն է այդ վիճակն է հիմա Տենց ժողովուրդ արդեն ահագին հավաքվել է տեսա վլոգը եկեք ձեզ հրաժեշտ տամ մինչև մյուս վլոգ, բայց մինչև դա ուզում եմ մի բան ասեմ ձեզ, սիրեք բոլորին, մեկը մյուսին, քանի որ Աստվածաշունչն ասում է սիրիր քո դիմացինին, ինչպես քո անձը, քրիստոնյա լինելը դա սիրո մասին է, սեր տալու, սերը ստանալու մասին է, ովքեր որ չեն կարդացել Աստվածաշունչը, որ կարդան կհասկանան, որ այդպես է, եթե դու քեզ քրիստոնյա մարդ ես համարում, յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ տարբեր ենք մենք, թե բնավորություններով, թե մտածելակերպով, թե արտաքինով, թե նախասիրություններով, յուրաքանչյուրս տարբեր ենք ու պետք է ընդունենք մեկը մյուսին, այնպիսին, ինչպիսին որ կա, ես ընդունում եմ ձեզ, այնպիսին, ինչպիսին կաք, դուք ընդունում եք ինձ, այնպիսին, ինչպիսին որ ես կամ, ես հեսա 40 տարեկան կին եմ ու ձևավորված ու արդեն, չգիտեմ, սա այն բնավորությունն է, այնպես որ եկեք հարգենք մեկս մյուսին, Աստված շատ օրհնի ձեզ, յուրաքանչյուրիդ գրկում եմ, սիրում եմ, շնորհակալ եմ, որ յուրաքանչյուրդ կաք, թող Աստված օրհնի յուրաքանչյուրի տունը, արդեն կհանդիպենք մյուս վլոգում, Adiós, ասա adiós miel, ասա adiós miel, okay, լավ եղեք, adiós